Իրանի բոլոր մյուս տարիներին առավել մեծ ուրախությամբ նշենք ես տոնը։ Ինչպես մեր բալիկներ են անհոգ է ուրախանում են նոր տարով, որ այդ ուրախությունը բոլորինս լինի հավասարապես։ Շատերը մտածում են արժե կամ չարժե, այո, նայեք նշել կամ չնշել, քանի որ Աստված իր տիրության մեջ ժամեր ու ժամանակներ դրեց, օրինակ շաբաթ չէ, 6 օր մարդը պիտի աշխատի, 7-րդ օրը հանգստանա։ Ինչ ժամը գոյություն ունի աշխարհի կամ Տիրոջ արարչագործության մեջ իմաստ ունի։ Ըստ այդմ մենք եւս միասին հավաքվել ենք եւ մտորելու անցյալ տարվա մասին եւ նոր նույնիսկ մեր աղոթների մեջ առաջիկա տարում ծրագրեր, թեկուզ կապված մեր առողջության հետ, որ առավել առողջ լինենք եկող տարի, ինչ-որ խնդիրներ ունենք, այդ ամեն ինչը լուծենք, կարողանանք ձեռքբերումներ ունենալ, այնպես որ ժամերն ու ժամանակները Տիրոջ կողմից են տրված, եւ մենք այդ ժամերին ու ժամանակներին ենթարկվում ենք եւ գալիս ենք այստեղ այս պահին փառք տալու Աստծուն։ Մեր համար հաճելի է սպային բոլորս միասին աղոթքով սկսել տարին, որտեղ մենք տարբերակներ ունենք սեղանի շուրջ կամ էլ Տիրոջ հետ։ Մենք նախընտրում ենք Տիրոջ հետ աղոթքով սկսել։ Մեր համար ուրախություն է, որ ձեզ ենք տեսնում, մենք միասին ենք, շփվում ենք միասին, բայց առավել ուրախությունը, երբ որ դուք եկել եք շփվելու Աստծո հետ։ Այս սա է կարևորը։ Մենք միշտ իրար տեսնում ենք, փառք Աստծո այս պահին, որ տեսնում ենք նաև իրար, բայց Տիրոջը փառք։ Շփվենք Տիրոջ հետ։ Մաղթանքներ շատ կան, այն ինչը, որ պակասում է մեր կյանքում, թող որ կատարվի, իրագործվի, բայց մեր ցանկությամբ, մեր ուզելով։ Իմ այս տարվա աղոթքն է, որ Աստված առավել իմաստություն տա բոլորիս։ Բոլորս իմաստուն դառնանք։ Եթե իմաստությունը մեզ շեշտում է, որ մենք այդ պահին պիտի լռենք, ուրեմն պիտի լռենք, լռելով իմաստուն Երևան։ Եթե մեզ պարտադրում է, որ մենք պիտի խոսենք, ուրեմն խոսելով իմաստուն դառնանք կամ Երևան։ Ամեն դեպքում խոսենք, թե չխոսենք, թող իմաստությունը անպակաս լինի մեզանից։ Թող իմաստությունը առաջնորդի։ Ի վերջո մեր համար հոգևոր տեսանկյունից, երբ որ նայում ենք առաքելական թղթերը, Պողոս առաքյալը, որը որ ինքը ստացել էր հունական, նաև հունական կրթություն, այնտեղ գույները շատ էին օգտագործում իմաստություն բառը, փիլիսոփայություն, իմաստասիրություն եւ այլն, բայց իրենք ուրիշ կերպ են հասկանում իմաստությունը։ Դրա համար մի քիչ այլ կերպ է մեր համար։ Մեր համար Տիրոջ իմաստությունը հենց Հիսուս Քրիստոսն է։ Աստծո խոսքն է, ամեն ինչ է, բայց Աստծո իմաստությունը Հիսուս Քրիստոսն է։ Թող Քրիստոս մեզ յուրաքանչյուրիս ազգովի առաջնորդի դեպի հավիտենություն եւ այս ընթացքում ձեռքբերումներ, հաղթանակներ, կորուստների վերականգնում, սիրո բազմացում, որ իրար նկատմամբ առավել սիրով լինենք, որտեղ Քրիստոս ասում է, առաքյալները ասում են, Տեր, ինչպես կճանաչեն մեզ, մյուսները, ինչ կիմանան, որ մենք քրիստոնյաներ ենք, լավ այսպես, հավատքի մարդիկ ենք, ասում է, դուք իրար սիրեք, եւ դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Առայժմ սիրո տարբեր չափանիշներ կան, երբ սիրում ենք մեր շրջապատին, մեր բարեկամներին, մեր երեխաներին, մի քիչ ավելի մեծ սերը ընդգրկում է հարևան, մի քիչ ավելի շատ, այսպես ազգակիցներին, առավել մեծ սերը աշխարհի բոլոր քրիստոնյաներին, նշանակություն չունի, բոլոր մարդկանց։ Դա արդեն ավելի բարձր աստիճան է, երբ որ մարդը ուրախանում է քրիստոնյայով, կապ չունի ինչ ազգ է, բայց դրան գալիս ու հասնում են։ Միգուցե այսպես այստեղ ավարտեմ խոսքս, որտեղ աղոթք արվեց մեր պետության, մեր երկրի, մեր ժողովրդի բոլորիս համար, արվեց աղոթքը,
Մենք արդեն խորհրդանիշ ունենք, մեր հավատքի խորհրդանիշն է նաև, իհարկե ուրիշ ազգեր էլ ունեն նուրը որպես խորհրդանիշ, այնպես չի, որ միայն խաղողը մերն է, նուրը մերն է, ոչ, ուրիշ ազգեր ևս ունեն այդ խորհրդանիշը, եւ իրենց համար էլ շատ կարևոր է։ Մենք էլ ենք սիրում նուրը, մեր արվեստի, գորգագործության, տարբեր մշակույթների նկարչության, մանրանկարչության մեջ այս սիմվոլը օգտագործվում է։ Եվ որպես խաղաղության սիմվոլ, որպես սիրո սիմվոլ, որպես նաև Քրիստոսի թափած արյան հետ կապված կարմիր գույնը, գիտեք, մեզ համար քրիստոնյաներից գույնն է, եւ բազմացումի հետ, որտեղ նաև պտղաբերության խորհուրդ ունի ինքը եւս օրհնում են այսօր այս պտուղները, որպես օրհնության մաս եւ բաժին ձեր այդ տանեկտուն։ Հիմա կմոտենաք իհարկե մեր այն կողքից, բայց խնդրում եմ Ժորժ ջան, ընտանիքը մի հատ թող վերցնի, լավ, ոչ թե սա կշտանալու չէ, ուղղակի տանը թեկուզ մի հատիկ, որպես օրհնության մաս եւ բաժին նոր տարվանից բոլորին։ Հիմա հայրերը ասենք նոր շարունակենք, լավ, խաչակնքվենք բոլորը միասին ասենք, օրհնյալ Տեր մեր Հիսուսը, Այլ որ եկնես ես, Սուրբ Երեսի անուն քո, եկեցե արքայություն քո, երեսի կամ քո, որպես երկինս չվերգրիր, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, և հով մեզ պարտից մեր, որպես և մենք թողում մերոց պարտապանած, և մի տանից մեզ իգործություն, այլ վրկյաց մեզ իչարել, Զիքոր արտարություն և նորություն և Օրնյալ Գեղել ու Վիշնյացու փոքրույթ, Եթակ իպամոչում և Տերը մեր Հիսուս Քրիստոս երիսին ձեզ, լամելեսյանցը տամել։ Հայտարարության կարգով ասեմ, որ առավոտյան պատրակը ժամը 11-ին է, Ժորժ ջան։ Համեցեք միասին աղոթենք։